Հունիսի 24-ին Նինոցմինդայի Ճոճաշեն թաղամասի մարզադաշտում տեղի ունեցավ մինիֆուտբոլի մրցաշար, որը կազմակերպվել էր Վրաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Նինոցմինդայի քաղաքապետարանի աջակցությամբ։ Ոչ թմրանյութերին արշավի շրջանակներում իրականացվող միջոցառմանը մասնակցում էին 14 ֆուտբոլային թիմեր Նինոցմինդայի մունիցիպալիտետի տարբեր գյուղերից։ Խաղերին հետևում էին անձամբ Վրաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Ჩვენ საუნივერსიტეტო საქართველოს საუნივერსიტეტო სპორტის ფედერაცია ავატარებთ ფეხბურთის մինի ფეხბურთის տուրնիր Թլյանից։ Խաղը կազմակերպել է Վրաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիան։ Անցկացվում է մինի ֆուտբոլի մրցաշար ողջ Վրաստանի մասշտաբով։ Այսօր այցելել ենք Նինոցմինդա։ Այստեղ շատ թիմեր ցանկություն ունեցան մասնակցել։ Այսօր կավարտենք Նինոցմինդայի մրցաշարը և հաղթող թիմը արդեն կմասնակցի տարածաշրջանային մրցաշարին։ Այնտեղ կլինեն շատ արժեքավոր պարգևներ և շատ հետաքրքիր խաղ կանցկացվի, որից հետո բոլոր էտապները հաղթող թիմը հնարավորություն կունենա մասնակցել Վրաստանի գավաթի խաղերին։ Այս պահին ավարտել ենք վիճակահանությունը, պատրաստում ենք սկսելու հիմնական խաղերը։ Մրցույթը կոչվում է ոչ թմրանյութերին, որը հնարավորություն կտա երիտասարդներին ավելի շատ ընդգրկվել սպորտի մեջ և ավելի կարևոր է, ասենք ոչ թմրանյութերին և ապրենք առողջ ապրելակերպով։ Დაინერგოს სპორტული სულისკვეთება, სპორტული ინტერესი გაღრმავდეს და ამისთვის ყველაფერს ვაკეთებთ და მნიშვნელოვანია, რომ არა ნარკოტიკს და ყველაფერი ჯანსაღ ცხოვრებას. Խաղերին ներկա էին Նինոցմինդայի ավականու անդամները հանձինս նախագահ Վահան Արոյանի, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, մշակույթի ու սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը և այլոք։ Արդեն հավասար է։ Լելի զարմին է, որ պրոմոտ Ոչ թմրամիջոցներին ազգը գրող այս խաղաշարը, որը կազմակերպել է համալսարանային ֆուտբոլի ֆեդերացիան, արդեն անցկացվում է Վրաստանի մի քանի մունիցիպալիտետներում եւ այսօր Նինոցմինդայում անցկացվեց, որին մասնակցեցին ոչ թե մոտ 14 թիմեր տարբեր գյուղերից եւ խաղի հիմնական թեման էր դա, որ երիտասարդների մեջ ներդրվել այն, որ իսկապես թմրամիջոցը այն չէ, որ կյանքը մեզ ավելի հեշտացնի, ավելի զարգացնի, այլ մենակ ապրել արդեն գեղեցիկ է եւ արհեստական թմրամիջոցների ապրաստական ձևերը կարող են հենց իրենց երիտասարդներին մեծ վնասներ պատճառել։ Այնպես որ հենց սկզբից երբ արդեն մենք ազդեցինք, որ այս թեմայով անցկացնելու է ֆուտբոլի մրցաշար, մեզ գրանցեցին եւ հայտ ներկայացրեցին համարյա մեր շրջանի բոլոր գյուղերի երիտասարդները եւ այսօր այս լուրջ գեղեցիկ խաղի ընթացքում ինչպես եւ յուրաքանչյուր մարզային խաղի ժամանակ ի հայտ եկան եւ հաղթողները եւ այն երիտասարդները, ովքեր եթե եւ նույնիսկ պատվեցին, բայց այն որ իրենք մասնակցեցին եւ երիտասարդներին քարոզեցին, որ իսկապես սպորտը, արվեստը, մշակույթը, դաստիարակությունը այն կարևորն է մեր երիտասարդների կյանքում եւ ոչ թե ինչ որ արհեստական միջոցներ։ Եվ այսօր հայտնաբերեցինք արդեն մեր հաղթողները, դա մեր քաղաքի Փարվանա թիմի ֆուտբոլիստներն են, երկրորդ տեղը Փոկան, երրորդ տեղը Փոքր Գոնդուրան։ Պետք է ասել, որ գեղեցիկ խաղեր եւ գեղեցիկ եւ 3 հաղթողներն են եւ 3 թիմերն էլ ունեցան իրենց հաջողությունը եւ ունեցան արդեն գտան իրենց երկրպագուները եւ խաղը հետաքրքիր էր, մի քիչ եղանակի իհարկե այն չէր, բայց այնպես խաղը ավելի գեղեցիկ էր, քան եղանակի մատուցված այս
եւ որ մեր մարզիկները արդեն վաղը կարող են մասնակցել տարածաշրջանային առաջնությանը այսօր նրանք ստացան ոչ միայն այսինք դիպլոմներ գավաթ նրանց եւ հաղթողը ստացավ 1000 լարի վարկեվատրում եւ վաղը այս մեր թիմ Փարվանա թիմը կմասնակցի տարածաշրջանային առաջնությանը Բորժոմի քաղաքում ժամը 5-ին այնպես որ մենք կարող ենք եւ ներկա լինել եւ հեռագակարգով երկրպագել մեր հաղթողները եւ ցանկանալ նրանց հաղթանակ եւ հաջողություն իրենց կյանքում Საქართველოს Ունիվերսիտետով սպորտის ֆեդերացიის օրգանիզებით կամպանիա «Արանարկոտիկի սպարտებში» Վրաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի կազմակերպությամբ ոչ թմրանյութերին ընկերությունը Նինոցմինդայի մունիցիպալիտետում բացեց ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցեցին 14 թիմեր, որոնցից լավագույնները եղան առաջին, երկրորդ, երրորդ տեղերի մրցանակակիրներ։ Մրցաշարին մասնակցությունը շատ բարձր էր, շատ հետաքրքիր խաղ անցավ։ Ողջունում եմ Նինոցմինդայի բոլոր թիմերին։ Ցանկանում եմ, որ Նինոցմինդայի մունիցիպալիտետում ապրեն առողջ մարզական կյանքով։ Սուրեթ Նինոցմինդის մունիցիպալիտეტს սպորտულ და ջանსակ ცხოვრებას. Մადლობა. Հալալը, տերեք ջան, հալալը։ ეხა გამოვაცხადე მეორე ადგილზე გუნდს. მეორე ადგილზე გავიდა გუნდი ფოგა და მას დააჯილდოვებს თავმჯდომარე გარუშ არსუმანიანი Խաղերն անցան ջերմիջավայրում։ Արդար խաղերի ընթացքում երրորդ տեղին արժանացավ փոքր Գոնդուրայի թիմը, երկրորդում Փոկայի, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցրեց Նինոցմինդայի մարզադպրոցի թիմը։ Հաղթող թիմերը պարգևատրվեցին գավաթներով ու մեդալներով, իսկ առաջին հորիզոնական զբաղեցրած թիմը հնարավորություն ունեցավ մասնակցել արդեն տարածաշրջանային խաղերին։